Դուք բանտում ինչի համար եք հայտնվել։ Մարդը ծեցը բողոքել են հայտնվել եմ ստե։ Ձեզ արդեն դատապարտվել եք, թե դեռ կալանքի տակ եք գտնվում։ Չէ, հələ չէ։ Կառավարավորված եմ հələ։ Ինչքան ժամանակա որ կալանքի տակ եք։ 22 թվականի հոկտեմբերի։ 2022 թվականի հոկտեմբերից մինչև հիմա ձեր դատական նիստը ընթանում է։ Բանը հիմա տված է վերաքննիչը, ասենք սխալ բաներ ա, ինձ էլ դատի չեն կարող տանում, որովհետև ես չեմ կարողանում նստեմ, առաջի վիրահատությունից հետո հայտնվեցի սայլակի վրա։ Երրորդ վիրահատությունը 5 օրվա մեջ երկու հատ վիրահատություն արեցին 25 թվականի ապրիլին Երևանի մասիվում։ Այո։ Առաջի վիրահատությունը Մոմջանն արեց, երկրորդը եկավ ասես պետք է անենք, թե չէ լավ կլինի, ոտս լրիվ փեդացավ։ Երկրորդն էլ արեց 65% ներվը քաշեց, վնասեց, օգեց վերքերը բերի։ Հիմա անենց վիճակ է, որ գրիժան ներվին փաթաթված, ասում եմ մենք գարանտիա չենք տալի, որ սրանից լավ կլինի քո վիճակը, սա վեր կա, պետք է ներվդ կդրենք, եթե դու համաձայնես, անենք, եթե չի ասում չանեի երկրորդ վիրահատությունը, չանեի, ինձ այսօրին չգցեի, այն վաղ սայլակի վրա էի ես։ Ես մի տարի 10 ամիս էլ գտնվել եմ տունը, բանի բրանսլետով եմ գտնվել տունը, չթողեցին էտայի բժիշկի, դատավորն ու դատախազ, ասում է թող պապատ էտա չեք քաշի, բերի, որ դու էտ ասում բժիշկն ինձի պետք է նայի, որ հերթակերի այդ մարդը, ասում է չէ, թող էտա չեք քաշի բերի, բայց իմ թղթերը իրանց մոտ կար, որ 24 թվականի մայիսի 20-ին ես իր նշանակածա վիրահատություն, իրանք մայիսի 7-ին 13 օր շուտ թողեցին ինձ տուն, տնային կալանք տվեցին, ասում է չէ, ես թուղթը հեչ, թազա թուղթ է չթողեցին։ Դուք որ տնային կալանքի տակ եք, ինչով էր պայմանավորված, որ տնային կալանքի հետո խափանման միջոցը փոխվեց։ Որովհետև դատերին արդեն առաջի վիրահատությունից հետո չէի կարող մետայի, սկորիով էին գալի տանում, ես ասենք մի շարք առողջական խնդիրներ ունեմ, ես 99 տվին բանակից տուբերկուլոզային պլևրիտով ազատվել եմ։ Իսկ ձերը համատեղելի է, ներողություն, ես ուղղակի կառավարության հետ համապատասխան։ Չէ, համատեղելի չի, հենց այդ է։ Ես ասենք նարկոտիկ չեմ օգտագործել, բայց ատամնաբուժի գործիքից Ռուսաստանում գեպատիտ B եմ բռնել։ Հիմա 70-80% վարակված է։ Անբուժելի հիվանդություն, քրոնիկական խոբլ ունեմ։ Էդի խուժը չեմ ասում բրոխիտ է։ Արունս լիարթանում է, հիմա այս վիճակին եմ ապրիլի 23-ին են մի հատ օպերացիա արել, մի հատ 29-ին ու հայտնվել եմ այս վիճակում։ Ու այդ դեպքում Մոմջանը գրել է։ Այո։ Իր քայլը նորմալ է։ Այո։ Բայց ինքը գտնվել է 15 օր անկողնային վիճակում, որ ինձի չես քայլցրել։ Դու իմ քայլը ո՞րն ես տեսել, որը տես ես գրել։ Հերս էլ գնաց է թոշակառու հիվանդ մարդ է, գնաց է ասելա, բաուջեի գրելու մեռելա։ Հիմա որ քրեակատարողական հիմնարկում քիչ առաջ բանավոր զրույց ձեզ հետ զրույցի ընթացքում ասեցիք, որ բանը ցավերից կներեք, ինձ վիրահատությունից հետո տեղափոխել են խնամքի կենտրոն, մինչև օգոստոսի 28-ը։ Այո։ Պետ պատվերը վերջացավ։ Այո։ Իրանք արդեն դեղերը ինձի պահում են տրամադոլով, որ իմ ցավերը հանգստանա։ Տրամադոլ, գաբաբիցին, մեկ էլ ակոպան են սրսկում։ Այո։ Որ ասենք իմ ցավերը մի քիչ թուլանա, ես տարնա բանանեմ։ Ոչ մայրապետ կաստե, ոչ բան կա։ Ինձի օգոստոսի 28-ից ասում են 2 շաբաթ հետո կտանենք ու միջև օրս երեխեքիս արև եմ երթում, ես չեմ լողացել 6 ամիսը գլուխը սաղ վեր կա։ Ինչքան կարող եմ ինձի մաքրում եմ ու իմ ցավերի հաշվին։ Որ ցավերից նշեցիք, որ բողոքում եք, բարձրաձայնում եք, ձեզ տուժեր են կիրառում։ Այո, հենց դուժը բերել են երեք չէ միսորը, ասում եմ ինչա դրած մեջը հայոյել եմ, ասում է չէ գրածը ցավերի ֆոնի վրա բարձր ես խոսած է կաչ ես խանգարել, տուժ են գրել, կորպուսի պետն է բերել։ Բայց որ իրանք գոռում են իմ վրա, իրանք իրավունք ունեն, ինձի ասեն կտամ չանոտ կջարդեմ, կանք հացուցապեն կառավատից, էդի իրանք իրավունք ունեն, ես չունեմ իրավունք։ Պարոն Եղոյան, ձեր խնդիրը նա է, որ ըստ էության ձեր առողջական վիճակը անհամատեղելի է ձեր խափանման միջոցի հետ եւ ու ինձ պետք է տանեն կարմիր խաչ, այս 2 շաբաթ օգոստոսից պետք է տեղափոխել, մինչեւ հիմա չեն տեղափոխում։
Ես ասենք, որ իմ աղիքները գործումը դժվարության եմ մաքրում ինձի, ստե պրոստինով հանում գցում եմ, ու իմ ցավերի հաշվին, դրանից արդեն հավելյալ բան եմ սրսկում, իմ լիարդը արդեն համայրյա ցերոզի վրա է, մեծացած է 2 սանտիմից ավել, փայտախս մեծացած է, գեպատիտ գնում եմ, վարլակված ալունսը լիարդանում է, ու ցավերս էլ վաբշե չի թողում, մեղմացնում են, օրը 4 սատ ակոպան են սրսկում, 3 հատ տրամադոր, 2 հատ գաբապիցին են տալի, որ գոնե թուլանա, մի քիչ ցավերս թուլանա։ Ես չգիտեմ ինչ անեմ, ես ում դիմեմ, որ փող չունեմ, նորմալ advocat ունենամ, որ այս վիճակին չընեմ ես։ Փորձեմ բարձրաձայնել, պարոն Եղոյան, ձեզ փորձեմ օգնել, ես ձեզ դա խոստանում եմ, դուք նշեցիք, որ կալանքի տակ եք ինչքան ժամանակահատված, 6 ամիս, 2022 թվականի հոկտեմբերի 7-ից։ Հոկտեմբերի 7-ից, շատ բարի, ձեր ազգանունն եք ասեք, Եղոյան անունը ձեր, Եղոյան Մայիս Խաչիկի։ Ես ասենք ինձ թողեցին գնացի տուն, ասենք այնպես չի որ նարուշենի եմ արել, պրոստը ասում եմ ոչ մի ապացույց ունես հիվանդության, ասում եմ դա այդքան թղթեր կա, որ սենց հիվանդություններ ունեմ, իրանք էլ են տարեստուգի համոզվել են, որ այդ վիճակն է, չթողեցին մի տարի այդտեղից բարթացավ իմ վիճակը, ես դրսից եմ ասենք հիվանդ եղերներ չի, որ եկել եմ կալանավայր, այս հիվանդություն նոր այլ է, ես դրսից իմ թղթերը բերել եմ։ Պարոն Եղոյան, այս պահին ձեր առողջական վիճակի թիվ 1 պատասխանատուն դա քրեակատարողական հիմնարկն է, որ պետք է ըստ պատշաճի համապատասխան մարմիններին ներկայացնի, ով է։ Առողջապահության նախարարությունը, հիմնարկի ադմինիստրացիան ոչ մի կապ չունի բուժմասի հետ։ Իրանք բանը ադմինիստրացիային չէ ենթարկվում, ասենք ադմինիստրացիա։ Այսինքն առողջապահության նախարարությունը անգործություն է ցուցաբերում ձեր մասով։ Այո, ես 3 անգամ Ավանեսյանին նամակ եմ գրել դեկտեմբեր ամսվա մեջ։ Եվ արձագանք։ Եվ արձագանք։ Որ խնդրում եմ ինձ տարեք համապատասխան փորձաքննության համոզվելու իմ վիճակը համապատասխան կալանքի հետ թե ոչ մի պատասխան չեմ ստացել։ Մանուկյանն մի հատ պատասխան գրել, որ պոստես բորբոքված է, ինձ իստիս տարել են բանը հիվանդանոց էշմիածին իստե։ Այո։ Առավոտից նարն են միջև գիշերը 10-ը ոչ մի հատիկ դեռ չեն սրսկի, ասում են մնա շաբաթ կիրակի բուժենք, 2 շաբաթի դուրս կգնենք կեթանք, ասի որ ինձ միջև հիմա դեռ չեք սրսկել, ցավերի մեջ եմ, շաբաթ կիրակի հանգստյան օրը ինձ ինչ պետք է բուժեք, հերել եմ 12-ին դիմում եմ գրել, թողել եմ եկել եմ ստե, այդ նույն բուժումը ստե արել եմ, ասենք ավազը մաքրվել է, Արուն չկա, հիմա մի շաբաթա, ոչինչ, նորից բայց դեղեր են խմում, պոշկեսել է, երիկամսել է աչքոմից, բորբոքված, մեծացած, լայնացած չգիտեմ։ Ես ասենք չեմ կարողանում իմ մեզը պահեմ, հացել ուտում եմ 3 օրը մեկ, որ բոնը 3 օրը մի անգամ այդ ուժեղ ցավերը զգամ։ Շատ բարի պարոն Եղոյան, ես ձեզ խոստանում եմ անպայման կբարձրաձայնեմ, ինքս նաև հետևողական կլինեմ, անձամբ առողջապահության նախարարին կդիմեմ, որ առողջապահության, որտեղ վերջերս մահ էր եղել, դրա համար ինքս հետևողականություն ցուցաբերում եմ էլի կալանավորների հետ կապած բարձրաձայն։ Այդպես մեր կողմից սենակը մահացավ, որ թոքերից ռակերին իրավունք չունես թե գտնվել Այո։ Պետք է գտնվել Աբովյան դիսպանսերում, ոնց որ ես եմ 99 թվականին ընդդեմ մնացել։ Այդ մարդուն ըստես կորը էր ուզում չկանչեցին, առավոտը մեռավ, ու ինքը CB-ում մնացել է, ես իմ քանի ամիսներ, հələ եթե ոչ տարի։ Շատ բարի, շնորհակալ եմ պարոն Եղոյան, կապի մեջ կլինենք, դուք էլի 2 շաբթի, ես սա շաբաթ օրը կհրապարակեմ, մտածում եմ ուշ չլինի էլի ձեզ համար։ Որովհետև բանը, ասենք ստե Բաբայանը գալիս է, ասում է քեզի մայրապետ կտան, մայրապետ չեն տալի, 2 հոգի կայնանում են, հիմա չեն տալի, ստե ասում է խնամքի կենտրոն չի, ստե թերապիայի բաժին է, դու հիվանդ ես, դու պետք է այդաս խնամքի կենտրոն։ Բաժնի վարիշն ասում, Բաբայանն էլ ասում է, այսօր եկուս պետ պատվերը չեն փոխանցել, բայց աղի համար պետ պատվեր կա։ Շատ բարի պարոն Եղոյան։ Ցավերի մեջ կներեք էլի Տիկին ճունարի, նույնի տարիքով եք ինձանից, ես ասենք ցավերի մեջ, մարդ եմ, չէ ասենք կարամ ներվայնանամ,
քֆուր տամ, բայց ոչ մեկին չտամ։ Աթոռին քֆուր եմ տալի, ի վրա տուժ են գրում։ Քֆուր չեմ տալի, կներեք, ասում եմ սուտասովի մերը, մենակ այդքան բան, ուրիշ բան չեմ ասում։ Այդքան վերես տուժ են գրում։ Բարձր խոսում եմ, գոռում եմ, տուժ են գրում վերես։ Ես չգիտեմ ինչ անեմ։ Ես իրար չէ, ես իմ ցավերը հենց ինձի հերիքա, որ ասենք ես անգամալուծը դառը։ Ես իմ ոտով քայլելով եմ եկել։ Շատ բարի, պարոն Եղոյան, ես ձեզ խոստանում եմ կբարձրաձայնեմ։